Ծառուկյանի ընտանիքին պատկանող Արարատ ցեմենտը պետականացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց գլխավոր դատախազությունը պնդեց, թե 2000-ականների սկզբին գործարանը խախտումներով է մասնավորեցվել։ Գործարանը պետականացնելու իշխանության մտադրությունները Գագիկ Ծառուկյանի համար անակնկալ չէին։ Սյունիքում քարոզարշավանող ԲՀԿ առաջնորդը ենթադրեց, թե իր արտադրած ցեմենտը խաղից հանում են, որ Ալիևի ևս մեկ պահանջ կատարվի։ Ինձ տեղակ պահել էին, բայց քանի որ նայելով իրավիճակը եւ սա պահանջն է Ալիևի, որ նույն վագոնները գալիս են բենզինով, հիմա ուզում են նույն ասենք թե Ադրբեջանի ցեմենտը Հայաստան մտնի։ Չնայած Ծառուկյանի այս պնդմանը Երևանն ու Բաքուն առայժմ ցեմենտ ներմուծման մասին չեն հայտարարել, իսկ առավոտյան Փաշինյանը իր քաղաքական մրցակցի գործարանը համարում էր նրա բիզնես ողնաշարը։ Մաֆիա էր անվանում Ծառուկյանին ու նրա խնամիներին ու սպառնում, որ շատ արագ կլուծի գործարանում ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցը, այնպես ինչպես եղավ մյուս մրցակցի Սամվել Կարապետյանի էլ ցանցերի դեպքում։ Եվ առաջիկայում ես ասում եմ, որ Արարատ ցեմենտ գործարանը նույնպես որպես Գուլոյան Ծառուկյան կլանի կողմից ապօրինի յուրացված գույք կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը եւ կպետականացվի, կազգայնացվի։ ԲՀԿ առաջնորդի պատասխանը ճուշացավ, քարոզարշավի առաջին կանգառում ասաց, իրեն դրանով չեն վախեցնի։ Ես ասել եմ իմ հայրենիքը ունեցվածքով ես չեմ կարող փոխեմ։ Այսինքն որ արդեն զգում են տեղին ասում են, այսօր 20 տարի առաջ սեփականացած գործարանը ասում են Ծառուկյանից վերցնելու ենք եւ տալու ենք ժողովրդին։ Էլի ժողովրդինն է, ինչն է, աշխատում են, հարկերը տալիս ենք, բարձի, ինչ վերցրել ենք մի բան էլ ավել, քարը գարինները զարգացել։ Օրինական կառել ենք, ամենից հատեղ մետրի 25 տարի անցել է նորեն հիշել, ինչի մասնախոս, հարկերն ենք տալի ամեն ինչը տեղը, սա նշան է, որ արդեն նրանք զգալով, արդեն պատկերացնում են իրենց վերջ եկել է։ Իսկ դատախազության հաղորդագրությունից դեռ շատ բան պարզ չէ, մասնավորապես թե անձամբ Ծառուկյանն ինչ ենթադրյալ խախտում է թույլ տվել։ Նշում են, որ քրեական վարույթ է հարուցվել պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու եւ փողերի լվացման հատկանիշներով։ Ովքեր են այդ պաշտոնյաները, ով եւ ինչքան գումար են լվացել, պարզ չէ։ Ըստ հաղորդագրության 24 տարի առաջ կառավարության որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող 317,003 բաժնետոմսերը յուրաքանչյուրը 10,000 դրամ անվանական արժեքով ուղղակի վաճառքով մասնավորեցվել են Ռոբերտո Բելգիական կազմակերպությանը, որի հիմնադիրները սակայն Հայաստանի քաղաքացիներ են եղել։ Մասնավորեցվող բաժնետոմսերի գինը սահմանվել 200,000 ԱՄՆ դոլար, բայց ընկերության կապիտալը համարժեք է եղել մոտ 18,000 եվրոյի։ Այդ ընկերությունում նախ կառավարիչ է նշանակվել Ծառուկյանի փեսայի հորեղբայրը Վահագն Գուլոյանը։ 6 ամիս անց Ծառուկյանն է դարձել գործարանի միանձնյա կառավարիչը անսահմանափակ ժամկետով, իսկ Ռոբերտո ընկերությունը 5 տարի անց լուծարվել է։ Ու մինչ իրավապահների հաղորդագրությունից հետո ծագած հարցերն անպատասխան են մնում, Նիկոլ Փաշինյանը այս լուրով կիսվել է իր էջում ու գրել. Ծառուկյան-Գուլոյան մաֆիան այս անգամ չի պլստա։ Արարատ ցեմենտ գործարանում մոտ 1100 մարդ է աշխատում, ըստ Ծառուկյանի ամսական 500 միլիոն դրամի հարկ են վճարում։ Այս գործարանի անունը հիշատակվում է նաև ապօրինի գույքի բռնագանձման գործում։ Ըստ Դատալեքսի տվյալների պետությունը պահանջում է Արարատ ցեմենտի 237,753 բաժնետոմսերը։ 2023 թվականին հարուցված վարույթով առայժմ դատական վճիռ չկա։ ԲՀԿ առաջնորդն ու նրա թիմը կարծում են, որ Ծառուկյանի հասցեին սաստկացող մեղադրանքներով Փաշինյանը փորձում է վախի մթնոլորտ ձևավորել եւ կանխել մեջբերում եմ իր վերջը։ Փաշինյանը պատերազմի եռագլուխ կուսակցություն անվանելուց բացի Երևանից նաեւ լրտեսներ է անվանում իր քաղաքական հակառակորդներին։ Այսօր օրվա երկրորդ կեսին ավելի հեռուն գնաց։ Գագիկ Ծառուկյանն էլ կապ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ եւ կոնտակտը օտարերկրյա հատուկ ծառայությունների հաշվառված է որպես համագործակցող անձ։ Մեր հատուկ ծառայությունները օպերատիվ տեղեկություններ ունեն, որ Գագիկ Ծառուկյանի ցուցակի ամենաբարձր տեղերում գտնվողներից մեկը արդեն լրտեսա ոչ թե բառից բուն քաղաքական, այլ բուն իմաստով։ Եվ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հիմա
ամփոփում է օպերատիվ տվյալները եւ չեմ բացառում, որ առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանի ցուցակում գտնվող մի անձի վերաբերյալ, որի անունը ես կտամ այսօր Վանաձորի հարավակի, պետական դավաճանության հոդվածով քրեական գործ կհարուցվի։ Ծառուկյանը լրտեսության մեղադրանքներին այսպես է արձագանքում. Ես երբեք իմ բարձունքից չեմ իջնի եւ իմ կլասը չեմ գցի։ Սա նշան է իր առնաշփոթության, իր վախի, որ կորցնում ամեն ինչ։ Միայն վախի մթնոլորտ է, որը դա ստեղծած է, դա ժամանակավոր բնույթ է կրելու։ Ցնցումների մեջ է անգնում, խոսում է վիրավորելով կամ, չգիտեմ, մարդկանց ասենք թե տեղին թե անտեղին վիրավորել համար։ Սա նշան է վախի, որ վերջը եկել է։ Փաշինյանը երբ գործնական քայլերի կանցնի Արադ ցեմենտը պետականացնելու հարցում դեռ պարզ չէ, բայց վարչապետի այսօրվա հայտարարությունից հետո դատախազությունը պնդեց, թե 2 շաբաթ առաջ մայիսի 5-ին դիմել է կառավարությանը, որ ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակվի։ Լոռիում քարոզարշավ անող վարչապետից այսօր չի հաջողվել ճշտել, ինչպես են դա անելու։ Սամվել Կարապետյանին պատկանող հեծում ժամանակավոր կառավարիչ նշանակելու համար օրինակ իշխող ուժը ստիպված էր հրատապ օրենքներ փոխել։